Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, հիշողություն և ասկ, Արմենակ Աբրամյան, մամ ջան, սպասիր, կզանգեմ, իշխանությունը կփորձե չնչել Արցախի հաղթանակները, Աշոտ Դանիելյան, Կերմուշի եկեղեցին փլուզման անմիջական վտանգի տակ, հայոց լեզվի ուսուցման մասին տարածված թյուր պատկերացումներ, Արցախի հուշարձաններու թվայնացման ծրագիր, Իսրայելի հարվածները Լիբանանի մեջ, Թաթխոն Խարփերտ։ Հիշողությունը մեր ազգին և պետության համար միայն անցյալը հիշելու միջոցը չէ, անհսկային գործիք մնե, որ մեզի կուտա հնարավորություն հասկանալու, թե ինչպես մեր ժողովուրդը հաղթահարած է դժվարությունները և ոտքի կանգնած ազգի իրավունքներու պաշտպանության համար։ Արևմտյան Հայաստանի ողբերգությունը, հայ ժողովրդի զոհերը, Օսմանյան կայսրության և այլ բռնատիրության ժամանակ իրականացված հանցագործությունները բարդատիր են հիշատակելու ոչ միայն իբրև անցյալի փաստ, այլև իբրև մեր ազգային ինքնության և պետության ամրապնդման գործիք։ Հիշողությունը մեզի կուտա ուղեցույց իրականացնելու պետության բարդավորությունները, ընդունելու անցյալի սխալները և վերլուծելու, թե ինչպես կրնանք դիմակայել ապագայի մարտահրավերները։ Եթե մենք չենք հիշեր մեր պատմությունը, չենք կրնար պահպանել մեր հիշողության իրավունքը և չենք կրնար միավորել աշխարհասփյուր հայությունը մեր զոհերու հիշատակը պահպանելու համար։ Հիշողությունն է նաև այն միջոցը, որով մենք կրնանք պաշտպանել մեր ազգային և պետական շահերը։ Օսմանյան կայսրության ժամանակ հայությունը փոքր համայնքը լալով հասած էր հզոր դիրքերու և կարևոր մշակութային ներդրումներ կատարած էր, բայց հանդիպած էր նաև ոչնչացման փորձերու։ Այս փորձը ցույց կտա, որ միայն հիշողության միջոցով գրծած ենք պահպանել մեր ինքնությունը և պայքարել օտար հսկողության դեմ։ Այսօր հիշողությունը ոչ միայն անցյալի փաստերու հիշեցումն է, այլև գործիք ապագայի մարտահրավերներուն դիմակայելու համար։ Մենք պարտավոր ենք հասկանալ պատմությունը, օգտագործել ձայն մեր պետության ամրապնդման համար և միավորել բոլոր հայերը աշխարհով մեկ, որպեսզի անցյալի դասերեն օգտվելով ունենանք ուժեղ և միասնական Հայաստան։ Հիշողությունը կպահանջի աշխուժություն, գիտակցություն և պատասխանատվություն ոչ միայն որպես անհատ, այլև որպես ազգային մարմին և պետություն։ Միայն այդ բարակային կարելի կլա պահպանել պատմական արդարությունը, պաշտպանել մեր զոհերու հիշատակը և ապահովել հայկական պետության շարունակականությունը։ Քառօրյա պատերազմի նահատակներեն մեկուն մայրը կշարունակե ապրիլ իր որդուն խոսքերով, հավատքով և հպարտությամբ։ Անոր սիրտը լեցուն է գորուստի ծանոթությամբ, բայց նաև վստահությամբ, որ զոհվածներու պայքարը զուր չէ եղած։ Մամ ջան, սպասիր, կզանգեմ։ Այս խոսքերը դարձած են ցավի և սպասումի խորհրդանիշ բազմաթիվ հայ մայրերու համար։ Ան չզանգեց, այդ զանգը մնաց չկայացած, բայց հավերժ հնչող հիշողության մեջ։ Արցախը անպայման պիտի վերադարձնենք, մերն է, գսե ան միավորելով անձնական վիշտը և ազգային երազանքը։ Այս պատմությունը կհիշեցնե, որ յուրաքանչյուր նահատակ ունի իր ընտանիքը, իր սպասող մայրը և իր չհնչած վերջին զանգը։ Արցախի ազգային ժողովի նախագահը նշեց, որ պիտի սադարեն ազգային այն ուժերուն, որոնց համար Արցախի հարցը չէ փակված։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կփորձեն Արցախի հետ կապված բոլոր հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողութենեն։ Եռափլուր զինվորական բանտյոնին մեջ լրագրողներու հետ զրույցին ընթացքին այս հայտարարությամբ հանդես եկավ Արցախի ազգային ժողովի նախագահ, Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյան, անդրադառնալով այն հարցին, թե ինչու ապրիլյան քառօրյա պատերազմի 10-ամյակի օրը իշխանություններն ոչ մեկը այցելած էր բանտյոն։ Ան հիշեցուց, որ 2016 թվականի պատերազմը կանգնած է Ադրբեջանի խնդրանքով և բոլորս տեսած ենք, թե ինչպես այն ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կսադարեին Արցախին և պաշտպանության բանակին, մինչդեռ 2020 թվականի իրադարձությունները դակավին պետք է մանրամասն քննվին։ Դանիելյան առաջարկեց, որ ազգային ժողովը հրապարակե զեկույցը, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ովքեր էին տեղի ունեցածին մեղավորներ ու պատասխանատուները։ Ինչ կվերապերի գալիք ընտրություններուն, Դանիելյան նշեց, որ պիտի սադարեն ազգային այն ուժերուն, որոնք պատրաստ են պաշտպանելու հայկական, այլ ոչ թե այլ պետություններու շահերը և որոնց համար Արցախի հարցը չէ փակված։ Ան շեշտեց, որ Արցախի հարցը մեկ անձի խնդիր չէ, այլ ազգային հարց է միջազգային իրավունքով ամրագրված, որ պիտի շարունակե բարձրացնել միջազգային բոլոր ադյաններուն մեջ։ Ուրֆայի Ետեսիո Կերմուշ թաղամասին մեջ գտնվող հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջնականապես անհետանալու վտանգի տակ կգտնվի։ Այդ մասին ահազանգ արձակեն թուրք մասնագետներ։ Աղբյուրին համաձայն հագարակ մասնագետներու արտահայտած մտահոգություններուն թուրք պաշտոնյաները լրություն կպահպանեն պատմական հուշարձանին ճակատագրին շուրջ։ Եկեղեցու մեջ ուսումնասիրություններ իրականացուցած մասնագետները կնշեն, որ դարիներ տևած վերականգնման աշխատանքները խիստ դերի եղած են։ Եկեղեցու քարերը թուլցած են, իսկ ճեղքերը ավելցած։ Թուրք մասնագետները նաև կշեշտեն, որ եկեղեցին վերականգնելու բարակային կրնա ծառայել շրջանին մեջ զբոսաշրջության զարգացման։
Ուրվայի ուղեցույցներու բալադի նախկին նախագահը Ուրվա Պարաժի տխտակցին հետ զրույցի ընթացքին ուշադրության հրավիրած է այն իրողության վրա, որ շրջանին մեջ մեծ թիվով աբորինի բեղումներ կկատարվին, եւ եթե միջամտություն չլա, Քերմուշի հայկական եկեղեցին գրնա անհետանալ։ Ան ավելցուցած է, որ դեղվում վրա իրականացուցած ուսումնասիրություններուն ընթացքին նկատած են, թե եկեղեցվո ներսը, թե շրջակայքը աբորինի գերբով փոսեր փորված են։ Ան նաեւ ընդգծած է, որ եկեղեցին կարևոր վայր մը կգտնվի, քանի որ հոնգի գանցի թեպի Բորդասար սրբավայր դանող ճանապարհը։ Վերջին շրջանին Հայաստանի մեջ տարածված է թյուր գարձիկը, թե Թուրքիո մեջ ոչ հայկական դպրոցերու մեջ կտասաբանթվի հայոց լեզուն։ Իրականության մեջ նման բան գոյություն չունի։ Հայերենը կտասաբանթվի միայն Գոստանդոպոլսո սահմանափակ թիվով հայկական վարժարաններու մեջ, որոնք կգործեն համայնքային չանկերով եւ հատուկ կարգավիճակով։ Ինչ կվերապերի Արևմտյան Հայաստանի տարածքներուն, այնտեղ իրավիճակը դարբեր է։ Ցեղասպանութենեն մազաբուրց հայերը դասնամյակներ շարունակ զրկված եղած են հայկական դպրոց ունենալու եւ մայրենի լեզվով գրթություն ստանալու հնարավորութենեն, ինչ որ լուրջ խոչընդոտներ ստեղծած է լեզվի եւ մշակույթի փոխանցման մեջ։ Պատմականորեն հատկապես Աբդուլհամիդ II-ի ղարավարման շրջանեն սկսյալ Օսմանյան իշխանություններուն քաղաքականությունը նպատակ ուներ սահմանափակել եւ վերացնել հայկական ներկայությունը հայաբնակ տարածքներուն մեջ եւ այդ հետևանքները մինչեւ այսօր կզգացվին։ Ուստի կարևոր է իրականությունը ներկայացնել փաստերու վրա հիմնված մոտեցումով, հատկապես լեզվի, կրթության եւ ազգային ինքնության հարցերուն մեջ։ Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով մեկնարկած է հուշարձաններու վավերագրման եւ թվայնացման ծրագիրը։ Նախաձեռնությունը կներառե հազարավոր գոտողներու համագարկված փաստագրություն, լուսանկարներով եւ պատմական տվյալներով։ Ծրագրի նպատակն է ստեղծել հասանելի արխիվը, որպեսզի պահպանվի վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը։ Մասնակիցները կնշեն, որ այս աշխատանքը ունի ոչ միայն գիտական, այլև համազգային նշանակություն, ապահովելու Արցախի պատմամշակութային ժառանգության փոխանցումը ապագա սերունդներուն։ Իսրայելի օտային հարվածներուն հետևանքով Լիբանանի հարավը կան զոհեր։ Դյուրի շրջանի Ռամադիե քաղաքին մեջ իրականացված օտային հարվածը խլած է 4 մարդու կյանք, իսկ 3 հոգի վիրավորված են։ Լիբանանի վարչապետը նշած է, որ Իսրայելը կփորձի ստեղծել անվտանգության կոդի եւ թույլատրել Հեզբոլլահի դիրքերը։ Թաթխոնը, որ ցակում գարդե Խարպերտի շրջաններեն հայկական խոհանոցին հին ավանդություններեն մեկն է։ Ան դարիներու ընթացքին եղած է Խարպերտի հայկական ընտանիքներու սեղաներուն անբաժանելի մասը եւ ծառայած է որպես սննդարար եւ առողջարար բաղադրիչ հարուստ վիտամիններով եւ հանքանյութերով։ Հին ժամանակներուն ան օգտագործված է նաեւ որպես թարմացնող եւ ամրացնող միջոց, հատկապես ցմերը։ Թաթխոնը հարմար է որպես զանազան ճաշատեսակներու համեմունք եւ կպահպանե Խարպերտի ավանդական խոհանոցին հատուկ հմայքը։ Բաղադրիչերուն եւ պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։